Հարգելի սիրելի գյումրեցիներ, ի սրտե ողջունում եմ ձեր բոլորին։ Տեսնելով այս ջերմությունը, քաղցությունը, հույսը, հավատասպասելիքը, մարդուն ավելի պարտավորեցնում է։ Ես ասել եմ, բոլոր տեղն էլ հնչեցել եմ, որ ես իմ գործերը սկսել եմ Գյումրիից։ Նոր գալուց ես տեսա իմ գործընկեր չասեմ, բայց իմ հարազատ մարդուն Գայանեին, Գայան էստեղ ես թե գնացել ես։ Արի, նա տարի ստեղ, արի։ Ուրեմն դա 89 թվականն էր։ Իմանալով, որ ասենք թե սկզբից ես իմ գործը բոլորն էլ գիտեն։ Մի հատ էլ ես։ Երկու բառ ասեմ իմ պարտավորությունը Գյումրու հանդեպ, հասկանում եք, ստեղ սարքած բան չկա, իրական, եկել եմ ոչ մեկին չեմ ճանաչել, գնացել եմ Չուլոշնի, Ռոն ընդեղ չէր, Ռոին պետք է տեսնի, Գայանն էր, Գայան հետ հանդիպեցի, զրուցեցի, ասի ոչ է մեզ գործն եմ անում, ինձ էսա պետք, ասեց հարց չկա, 10,000 կալգոտկա տար, ես ասի գումար չեմ բեր, եկել եմ խոսեմ, պայմանավորվեմ, ասեց չէ, ես քեզ վստահում եմ, տար և գա սաղ քոննա, ես վերցեցի, ասի 5 շաբթի օրը գալիս եմ, ճիշտ ասեմ։ Ճիշտ է, շատ ճիշտ է։ Առանց դու պատկերացա 10,000 մարդուն չճանաչելով։ Դավիթ, ու դաժե դրանց հետո ասում աղջիկ ջան, ոնց ես տվե, խի ես տվե, ու զգալով Գյումրեցու մարտությունը, կամեցողությունը, բարությունը, ցանկությունը, ոչ ճանաչել եմ, ոչ բան, պրոստե այդ մարդու կամեցողությունը ու միշտ ոնց որ պարտավորվածություն կա Գյումրու հանդեպ, Գյումրեցու հանդեպ։ Բերել եմ, ասած սորը բերել եմ, դրանց հետո միշտ շատ եմ բերել, թողը միշտ տարել եմ, այդ կապը, այդ հարգանքը եղել է։ Ու ես միշտ պարտավորվածություն ունեմ Գյումրու հանդեպ, ամեն մարդ անցյալը պետք է չմոռանա, որ միշտ պետք է պիտանի լինի, այդ շատ կարևոր է։ Ու ոչ թե մարդիկ, միայն պետք է ճարտար խոսեն, որ ես ձեզ սիրում եմ սրտիկներ անել, այլ գործով պետք է ապացուցես։ Այսօր լսելը բոլորը կարող են ասել, բայց պետք է մարդը գործ անի, իր հոգու առաջ, իր խղճի առաջ։ Ես ամենը ինչով որ պետք է Մարտուն Գրիգորյանը գիտեք, իմ թիմից, իմ եղբայրը, իմ թիմակիցը, ցանկացած խնդիր, ինչ ասլամ ենք իրար հետ արել ենք, հետո հիմա նորից իրար հետ ենք, որ ցանկացած հատ ոնց որ ասենք Ծառուկյանը, անենց էլ Մարտուն Գրիգորյանը ասենք թե Գյումրիում, ամեն ինչ անելու ենք, կազմակերպելու ենք։ Ես չեմ մոռացել, որ իմանալով մարդը պետք է իր հոգու խղճի առաջ մաքուր լինի։ Իվետան նստած աստեղ, էլի իմ խոսնակը, ասի Վետա ջան, գնա մի հատ դոմիկներ, նայի, տես քանի կին կա հղի, ոչ մեկին միացումի նայի կուսակցական պատկանելություն, ծանոթ, թղթի վրա անուն ազգանունները, պասպորտից գրի բեր, գրե բերել էր, չգիտեմ 27-եր, 37-եր, քանի տարի առաջ, կազմակերպել ենք, առել ենք 2-3 սենյականոց բնակարաններ, ու տվել եմ մորս Իվետայի հետ, ապրիլի 7-ին, մայրության գեղեցկության օրը, ասեմ տար, հանձնի հետ կանած, ասա Ծառուկյանը շնորհավորում է և ասում է, դուք դոմիկում եք ծնվել, մենք չենք ուզում, որ քո բալիկն էլ դոմիկում ծնվի, քո բալիկն էլ թող բնակարանում ծնվի, 2-3 սենյականոց բնակարաններ։ Իմ ասածը, որ ես ոչ միայն խոսքեր եմ ասում, Գյումրեցին ես հարգում եմ, սիրում եմ, շփվել եմ, ընկերություն եմ արել, առատաձեռ, հյուրասեր, ադատով, ավանդույթով, կառուցող ու ամենակարևորը տեսնելով արվեստը, մշակույթը, շինարարությունը, որ նայելով այսպիսի շենքեր, այդ դիզայնով, այդ կառուցվածքով, թե դարպասները, թե շենքերը, թե քանդակները, ոչ մի տեղ չկա։ Մենք դա պետք է ցույց տանք աշխարհին։ Այսօր հիմնական խնդիրը Գյումրին ինքը իրենով չի կարող կայանա։ Այսօր պետք է այո կառավարությունը որոշում կայացնի, ինչ ունի Գյումրին աշխարհում ցույց տալու համար, որ տուրիստներ գան, 1 միլիոն էլ գա, 2 միլիոն էլ գա, ամենը 5,000 ծախսի, դա 5 միլիարդ գումար է անում, որ կարող է գան, ասենք թե այդ գումարը մնաց տեղ, լավ փոփոխություններ ապել, որ մարդիկ կարողանան
զբաղվեն, ընտանիքով փոքրում իջին բան ձեռնարկեն, շարժ լինի, տաքսիստն էլ գումար կառնի, մյուսն էլ աշխատողն էլ, բոլորը գյուղացին էլ, բոլորն էլ կաշխատեն, հարկորա մտածել ճիշտ նպատակային ծախսել։ Այսօր, եթե 30-40 տարի անընդհատ դոմիկների մեջ, որը կարելի էր այսօր պարտքը 8 միլիարդ ավելացել է, ընդամենը, որ ասենք թե կառուցվել 3000, ամեն մեկը $20,000, որ կարելի էր կառուցել, որ շահություններ մասնավորել, 60 միլիոնով այդ 3000 ընտանիքը արդեն դոմիկներից դուրս կգար։ 8 միլիարդ կուտակվել է, ոչ մեկ չգիտեն, թե այդ գումարը որտեղ է ծախսվել, բայց որ կարար 60 միլիոն հատկացվեր, որ դա եղել է երկրաշարժ եղել, մարդիկ մեղք չունեն, որ կառուցվել տար մարդկանց։ Հիմնական հիմա ես կարամ ժամերով խոսել ասել, բայց ես ասեմ իմացեք, ինչ որ ասում եմ, դա իրականություն ալնելու, ոչ պատական մարդ եմ, գործի մարդ եմ, սորական ընտանիքի մարդ եմ, կապել ունեմ, ծանոթությունել ունեմ, ճանաչումել ունեմ, աշխատել եմ, վաստակել եմ եւ ամենակարևորը Աստված իմ հետ է, Աստծու կամով։ Աստված պետք է կամենա ժողովուրդ, տես ամսի 7-ին, համար 7-ին, Աստված կամեցել է, չէ՞ որ այդ 7-ը տվել է մեզ։ Ժողովուրդ, որեմ ասեմ ամենակարևորը, այս անգամ մեր ծրագիր կազմելու ձևը փոխել եմ։ Ոչ թե մի քանի տնտեսագետ հրավիրել եմ կաբինետում, իրենք իրենց լուրջ դեմքերով ծրագիր են կազմել, այլ ասել եմ, բոլոր ոլորտներից շրջեք, շփվեք, հրավիրեք կենտրոն հեռուստաընկերություն։ Այդ ոլորտն ինքը ինչով է զբաղվում, իր խնդիրը որն է, իր խնդրեմը որն է։ Սկսենք սկզբնական ուսանողներից, երիտասարդներից, ծառայողից, աշխատողից, բժիշկից, գիտնականից, արվեստագետից, գյուղացուց, տաքսիստից, բոլոր ասել իր խնդիր խնդրեմը եւ միայն դա մենք հիմնական լուծումներն ենք արձանագրել, որ դա կարգավորվի, որ մարդը իմանա իր մասին մտածող մարդ կա։ Այսօր 8 տարի, որ մենք ժողովրդի հետ միասին անհրաժեշտ էր հեղափոխությունը, որ արվեց հույս ունենալով, որ մարդիկ իր ասածները կանեն։ 8 տարի ոչ մի բան չեղել ժողովուրդ։ Ոչ մի բան, եթե դուք ցույց տաք, բացի կորուստից, բացի պարտությունից, բացի տուժտուգանքից, վարկերի կուտակումից ոչ մի բան չեղել։ Ճիշտ եմ ասում, թե ճիշտ չեմ ասում։ Ժողովուրդ ջան, այսօր ասում են, դպրոցներ են կառուցել։ 8 միլիարդ ծախսել են, պետք է կառուցային 300 դպրոց, կառուցել են 59 դպրոց, որից 29 կառուցած է եղել։ Այդքան են կառուցել, անես տեղեր են կառուցել, որ հիմա աշակերտներ չկան սովորելու։ Այս տարի 230 դպրոց փակվում է, որ պետք է գումարը նստեղ օգտագործվի, որ մարդիկ կարողանան դա օգտագործեն, որ դա արդյունքը զգան։ Մարդիկ այսօր բարեգործությամբ, ժողովուրդ ջան, ինչ էլ անեմ, 100 հատ տուն նվիրեմ, խնդրի լուծում չի, 10 տեղ գործանված եմ, չի լուծում, ընդհանուր գլոբալ պետք է պետականորեն ծրագիրը կազմի, մարդկանց հնարավորություն տան աշխատելու, տունը պահելու եւ բյուջեն գումար գնալու։ Բյուջեն գումար պետք է լինի, տնտեսական աճ լինի, որ կարողանան այդ գումարները լիարժեք ժողովրդին էլի ավել գումարներ բաշխեն, թոշակ բարձրացնեն, երիտասարդ ընտանիքին տան, ովքեր որ ասենք մասնակցել են պատերազմին, ասենք թե հաշմանդամա, շնորհակալ ենք, շնորհակալությամբ տուն ես պահում։ Շնորհակալ է, դա քիչ է, պետք է մտածես դրանց ուսման համար, դրանց գործի համար, դրանց ընտանիքի ապահովման համար, օդից խոսել դադար։ Այսօր խոսում են, ժողովուրդ ջան, երաշխավորություն ենք բերել, ես ասում եմ, ես որը նայում եմ, մասնակցում է 19 կուսակցություն, ամեն մեկը իր չափով գրել է, ինչ որ ասում է, ներկայացնում է, լավ անում, սաղից հավնը տանեմ, բայց այն մի կուսակցությունը ԿՊ-ն ծրագիր ունի այս անգամ, ձեզ ինչ առաջարկում, ձեր համար ինչ անելու։ Անցյալը միայն վախացնի, խլի, վիրավորի, ցեղ շպրտի։ Ժողովուրդ այսօր հոգնել է, ոչ ուզում է հայուանք լսի, ոչ քֆրտել լսի, ոչ մի բան, ժողովուրդ ջան։ Այսօր մարդը ուզում է իր մասին մտածող լինի,
եւ ղեկավարը գումարները ճիշտ օգտագործի, նպատակային օգտագործի, որ մարդիկ իրենց կյանքում դասգան։ Այսօր ամբողջ ազգը վարկի տակ է։ Ունենք 650,000 ընտանիք, ունենք 2,450,000 վարկառու։ Մարդիկ վարկերը կուտակվել է, պայման չել աշխատելու։ Թանկությունա, տնտեսական ճգնաժամը, համաճարակա պատերազմը։ Թող 1 միլիարդ 100 միլիոն, այդ պարտքը թողներ 16 միլիարդ, բայց 2,200,000 մարդի մինչև 3 միլիոն ներում շնորհեր, ասել այդ պետությունը եղել է պատերազմ, համաճարակ, Ժողովուրդ ջան, այս պետությունը վերցնում է իր վրա եւ ձեր բոլորին ազատում է այդ ճայճից դուրս գալու համար։ Կարան անեն, խիչ են անում, որ մարդիկ կարողանան իրենց վաստակած գումարը իրենց ընտանիքի վրա ծախսել։ Գալիս է վարկի փակելու օրը, մարդը տրամադրություն չունի, նյարդայնացած, ներվայնացած, խոսալն էլ չի գալի։ Ժամերով չխոսեմ ձեր հետ, ժողովուրդ։ Այսօր սաղ բերդերը լիքն են, կալանավայրերում տեղ չկա, որը տնային կալանք, որտեղ 4 հոգի պետք է 40 հոգի ամանում, այսինքն մարդիկ կալանավորից հաճույք են ստանում։ Հիմնական, եթե մեզ հնարավորություն տրվեց, ես ասեմ, եւ առաջի հերթին լինելու է համաներում, մինչև 10 տարի, որ բոլորն էլ ազատվեն, գնան հասնեն իրենց ընտանիքներին, իրենց ծնողներին, իրանց երեխերքին, մարդը սխալվել է, ցանկացած մարդ սխալ գործում է, պետք է շանս տաս, մարդը մի կյանք ապրում, ժողովուրդ, պետք է լավ հիշողություն լինի, լավ տպավորություն լինի, քայլ պետք է կատարես, մարդկության 90%-ը գնահատում է, 10-ը կապ չունի, բայց պետք է լավ բան անես, մարդուն կյանք տաս, հնարավորություն տաս, ապրելու, վայելելու, ընտանիքի հետ շփվելու։ Առաջին որոշումը լինելու է, ասում եմ, բանկերի հիմնական մինչև 3 միլիոնը, ընտանիքից կլինի 3-4 հոգի կապ չունի, մինչև 3 միլիոն կլինի 100,000, 500,000, դա ներում աշնորհում անմիջապես, որոշում կայացնելուց։ Առողջապահությունը անվճար է լինելու։ Օրինակարա կառավարի, ծանոթ, բարեկամով, ասենք թե մոտիկա, չգիտեմ, նվիրված է, երկիր չի կառուցվի։ Այսօր ձեզ ասում եմ, իմացեք, որ անպայման անհրաժեշտ է ճիշտ մոտեցում, մարդկանց հարգել, գնահատել, տեղ տալ։ Այսօր ուսանողությունը ասում են, լավ չեք սովորում, դրա համար դուք հարուստ չեք։ Երեխան ինձ մոտեցել, ասում է, պարոն Ծարգան, ոսկի մեդալով ավարտել եմ դպրոցը, կարմիր դիպլոմով էլ համալսարանը, գործի տեղ չկա։ Այսինքն իրենց սխալ աշխատանքից, որ պետք է նախորդ կրթության նախարարությունը, հետևելով բոլոր արդեն բարձրագույն բույերին, գերազանցիկին, բարձր գնահատական ունեցողին ցուցակագրեն, ներկայացնեն, որ մի 6 ամիս առաջ տունը թուղթ ուղարկեն ցանցագիր, որ այս տեղերը կան ազատ, կառավարությունում, նախարարությունում, վարչությունում, որ ստեղ կարող է գալ այսիշ գումարի չափով, որ երեխան չթողի գնա մեր երկրից։ Եթե կարմիր դիպլոմն էլ տեղ չունի, էլ ոնց կարա զարգանա, ծանոթ բարեկամ, քայլած իրանց հետ, այս է իրանց մոտեցումը, ուրիշ բան չկա։ Ասում եմ, չլուծվող խնդիր չկա, ժողովուրդ, ամեն ինչ մի բան էլ ավել կլինի, փորձել ունենք, ցանկություններ ունենք, թիմներ ունենք, համակիրներ ունենք։ Ես ասում եմ, այսօր հիմնական խնդիրը, որ մենք կարողանանք միասնական գնում եք ընտրության, դուք ձեր մեջ քննարկեք, իրար հետ խոսացեք, հարևանա, կոլեկտիվի անդամա, ընտանիքի անդամա, 19 հոգի մասնակցում են, ով կարանի, ով է իր ասածը գործ դարձրել, ով փորձ ունեցող մարդապետ, ժողովուրդ ջան, խոսքին պետք է չհավատաք, միշտ ասում են, գործին պետք է հավատաք, ոչ թե խոսքին, խոսքը բոլորը կարող են ասել, այսօր պետք է այսօր մեր երկրին հարաժեշտ առաջնային երաշխավորած խաղաղություն, որ մենք երաշխավորած լինի, պատերազմի դուռը փակենք, դրա համար երկու հոգի պայմանավորվել են, վարչապետն ու Ալիևը, ասում է խաղաղություն ենք բերել, նոր ցույց էին տալի, որ մեր սահմանների վրա նստած, մեր հողերի մեջ նստած, իրենք ասելով, որ սպասում են ընտրությունից հետո սահմանադրություն փոխվի, սպասում են 300,000 ադրբեջանցի բերեն Հայաստան։ Մեր ժողովուրդը տեղ չունի մնալու, դոմիկներում են մնում, եղբայր, սպիտակում էլ ստեղել, ինչ 300,000, ասում են այդպես բան չկա, ասում են բացեք,
2025 թվական դեկտեմբերի 5-ը Ալիևի հայտարարությունը, որի ադրբեջանցիները պետք է գնան Հայաստանում բնակվեն, տանկերով չեն գնալու, ավտոբուսներով են գալու, բայց հանկարծ նեղացեցին զորք են բերելու, շարեմ ասենք թե մեր երկրում, Ջորջան, դա մենք թույլ չենք տա, մենք պետք է, հետո ասենք թե ոնց որ մեր վարչապետը, որ ասում էր ես չեմ եկի Արցախ հանձնելու, ես նոր բանակցություն եմ սկսելու, Արցախը Հայաստանով է, ճիշտ է թե ոչ, թե չի ասում, ասել է, հիմա ինչ ասում, ասում է Արցախը Ադրբեջանա ու վերջ, ոնց որ Ալիևն ասում է Երևան չեղ է, Երևան էր, հիմա նորից մի ամիս, 6 ամիս հետո ասել է Երևան Ադրբեջանա ու վերջ, հիմա այդ հիմնական հարցերը որ կան, Ժողովուրդ ջան, դրանց լուծումներ են պետք, մենք պետք է կարողանանք միասնական մեր մեջ կուղենք, հիմնական երաշխավորած խաղաղություն լինի, ներդրում լինի, որ կարողանանք լիարժեք մեր ժողովրդի բարեկեցություն ապահովենք, մեր կարգախոսն է երաշխավորած խաղաղություն, Բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք, անհնարին ոչինչ չկա։ Այսօր ժողովուրդ հավաքում են մարդկանց, մարդպետ, միլիցիա, օրգան, KGB, հարկային, բոլորի ստիպելով մարդկանց հանեք բերեք, մարդիկ չգան գործից հանում են, 5 հոգի մարդ չբերեցին տանքով չեկավ, դիմումը գրի գնա, այտենց չի լինում, իրենք իրենց սպառել են, իրենց ասածները չեն արել, դրա համար իրենք արդեն էլ շարունակելու իրավունք չունեն, դա չի կարա շարունակվի և այսօր հարաբերությունները փչացնելով, որ այսօր մեր ատոմակայանը 8 տարի հետո կանգնելու է, բայց սարքելու համար պետք է 8 տարի, եթե հիմա չսկսենք, մենք առանց հոսանք ենք մնալու։ Ամերիկայից բերել են, վենսը եկել ասում է բանա, 9 միլիարդ պետք է տակ, մենք շարժական ատոմակայաններ ունենք։ Ամերիկայում շարժական ատոմակայանները 2033 թվին նոր պետք է փորձարկեն, եղբայր, բայց այդքան սուտ ժողովրդին կարելի է ասել։ Որ ասենք թե լավ վերջը ոնց են պատասխան տալու, ինչը սկիզբ ունի, նա վերջ ունի ժողովուրդ, մարդը պետք է 100% պատկերացնի, ասի, որ եղածը կարողանա իրականացնի, այսօր դրա համար եմ ասում, որ իրանք ասելու բան չունեն, ես ասեմ, եթե որսը մեկը կար ասի, որ ԿՊ-ն ծրագիրա ներկայացե, ասեք ամոթ քեզ, մենակ խաղաղություն ենք բերել, լավ խաղաղություն ես բերել, մի հատ Ալիևի հետ, ձեր ստորագրած թուղթը տպեք, ցույց տվեք, որ դուք Ալիևի հետ արդեն խաղաղություն ա ստեղծած, որցե մեկ իրավունք չունի կրակելու, կամ հարձակվելու, կամ հողերը պետք է հավասար լինի, մեր գերիներն էլ ստեղ լինեն։ Դա խաղաղություն, դա պայմանավորվածություն է եւ ցանկացած Ալիևի պահանջ պետք է կատարվի, չկատարվի, դասի Ժողովրդյան պատերազմա լինելու։ Սեպտեմբերին պատերազմ եւ այդպես շարունակ։ Ասում եմ, եթե տենց իրանք մնացին, շարունակվեց, ոնց որ Արցախում եղավ 6 ամսվա ընթացքում նույնը Հայաստանի հետ է լինելու։ Ադրբեջանը մեզնից վրեժ է լուծում, նա չի կարող մեզ գործընկեր լինի բարեկամ, կարող է լինի խաղաղություն, երաշխավորած, հզոր պետությունների ստորագրությամբ, որոնք տեղյակ են մենք խաղաղություն ենք, պայմանավորվել, որից մեկը չի փորձի հարձակում գործի։ Սա հիմնական խնդրի լուծումը լինելու։ Ժողովուրդ ջան, կարամ նորից շատ թեմաներից ասենք թե հիմա վարորդներից ասեմ, խոսել էի, մի անգամ ասեց ինքը ներում է շնորհում, դրա համար ասեցի ավելի լավ է մեր Մելքումյանի կանչի, բոլորից տեղյակ է։ Այդ մեր ծրագրերը ասեն, էլ իրականացեք, մեր ուզածը, որ մեր ժողովրդի վիճակը հիմա թույլ չի տալիս, որ հերոսի մայրը մոտենա, հերոսի բարեկամը, հերոսի հայրը մոտեցել է կամ զոհվածի մայրը, վերանը փակում հեռու են տանում, լսի մի հատ, ինչ ասում, ես ազատ բոլոր տեղերին մտնում եմ, խոսում եմ, ասում եմ, լիարժեք, եթե ինչ որ կա, որ ասենք քննադատություն ասեն, եթե ես գիտեմ մեղավոր են կընդունեմ, բայց այսքան ժամանակ չի եղել, որ ասենք թե ասեն, դա մոտ բան չի, բայց ինձ մոտ հիմա չեն էլ թողում մարդիկ մոտենան, մի հարցով դիմեն կամ ասեն, մի անգամից շարքից անում են, սաղ ստուգված մարդիկ պետք է լինեն առաջի շարքում, այդպես չի կարա շարունակվի Ժողովուրդ ջան, ասում եմ այսօր վերևում կանգնած են մեր իմ թիմի անդամները հարգված, սիրված, որը լիարժեք ձեռագիր ունեն, խոսք ունեն հանրության մեջ, իրենց ապրածով, իրենց աշխատածով, իրենց գործությամբ,
Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ, հետո ասում են մենք մարդ չենք անեն, խնդրեմ կարեն։ Փոք քաղաքապետ տղայր, ինքը իրանով, հարգանքով, որ ասեն թե ասելա դիմում գրեմ, ասեն չէ մենք քեզ հեռացնում ենք։ Սա երկիր է ժողովուրդ ջան։ Հիմա տվել է դադան վերականգնելու ենք, այն չտված գումարներն էլ պրոստը ասում են հակառակ բաներ են անում։ Սուտ ասելով երկիր չես կարա կառուցես։ Ես ձեզ սիրում եմ ժողովուրդ ջան, գժվում եմ ձեր համար։ Հայ, այդ ժողովրդի համար ինչ ես արել։ Մի բան ասա, այստեղ պարտքերի տակ, վարկերի տակ նստած դեմքների շփիտ չկա։ Ժողովուրդ ջան, սխալ եմ ասում։ Միայն մնում է, որ ազգովի մասնակցենք, ոչ մեկին մի ասեք ու մեկ ընտրելու ժողովուրդ, որ պրոբլեմ չսարքեն, ով հարցնա սա քեզ եմ ընտրելու, գնացեք ձեր ընտրությունը կատարեք, ձեր խղճի առաջ, ձեր հոգու առաջ, կատարեք, Աստծու կամոք, օր-օրի փոփոխությունը կզգաք, անհնարի ոչինչ չկա ժողովուրդ, հարկավոր է փորձառու մարդ, ցանկանա հետևող մարդիկ լինեն, ճիշտ մարդիկ, մասնագետներ, սրտացավ մարդիկ, արդյունավետ մարդիկ, որ են գնացածներն էլ հետ վերադառնում։ Եվ ամենակարևորը, ես ասում եմ, Գյումրին երկրորդ քաղաքն է, ես ամեն ինչ անելու ենք, բացի ես ասեմ դա պետք է պետությունը անի, մեծ խոշոր ներդրումային ծրագիր պետք է իրականացնի, որ այս աշխարհով մեկ կան Գյումրին տեսնեն, ասեմ ոնց որ հիմա մտքովս անցել, ոչ թե մտքով, Աստծու կամոք, որ Հիսուսի արձանը կառուցեմ, որ հիմա հայություն աշխարհում ասելու բանն է, որ մենք հպարտքալ ենք աշխարհի առաջի քրիստոնեազն է, ավելի մեծ ճանաչում տա, ավելի շատ տուրիստներ գնան գան, այսօր հիմքը դրել ենք, արդեն Աբովյան եւ իր շրջակա գյուղերում հողը տնամերձը $500 էր, այսօր դարել է 50,000, 60,000, հələ չենք բացել, որ ստեղ մի հատ լավ ծրագիր իրականացնենք Գյումրու համար, Գյումրեցու համար, իր պատմությունով, որ տուրիստները գնան ժողովուրդ ջան, որ տուրիստը գնաց եկավ շարժա լինելու, լավ փոփոխություններ սպասեք, գործ ա լինելու, որ ցանկա աշխարհում փոքր ու միջին բիզնեսը 60% աշխարհում, փոքր ու միջին բիզնեսով է զբաղվում, տուրիստը գնում գալիս է Գյումրին, ինչ կա, ինչ պետք է արվի, ինչ սարքվի, ինչ գործվի, ինչ թխվի, այնպես որ պետք է հնարավորություն լինի, շարժ լինի, մարդ լինի, աշխուժություն լինի, որ դուք մեծ փողեր աշխատեք, որ գործ ունենաք, նստելով չի լինի, ժողովուրդ ջան, անպայման առաջնային մեծ ծրագիր Գյումրու համար, տուրիզմը զարգանալու, աշխուժություն բերելու, գործ ունենալու, փոքր ու միջին բիզնես բացելու համար։ Աստծու կամոք, Աստված մեզնից երես չի թեքելու, Աստված թող պահպան լինի մեզ ժողովրդին, անկախ ամեն ինչից, ձայնել տակ շնորհակալ եմ, չտակել շնորհակալ եմ, իմացեք, որ ես Ծառուկյանը, Գյումրու Ծառուկյանն ամեն հարցով պատրաստ եմ, ես գալով այդ քաղցությունը, այդ ջերմությունը միշտ պարտավորված եմ դա պահպանելու իմ գանեի ցավնել տանեմ, տես 89 թվից, որ այդ մարդը Գյումրեցին այդ մարդն է, որ առանց թղթի, առանց ինչի կամեցող մարդը ուրիշ է, չկա մարդիկ ուրիշ են, մարդը պետք է կամեցող լինի, նախանձ չլինի, չար չլինի, նախանձ մարդը գիշերը հանգիստ չի կարա կնի, ցանկացած հարցով պետք է կամենաս, բարի լինես, քեզ Աստված մեկի տեղը երկուսը կտա։ Աստծու կամոք, Աստված պահպան մեր բոլորին, շնորհակալություն։